Փաշինյան, հունիսի 13-ին Facebook-յան գրառմամբ դուք աշխարհի 200 լավագույն բուհերի ուսանողներին հրավիրեցիք Հայաստանի պետական կառավարման համակարգում աշխատանքի։ Ինձ հետաքրքիր է այս պահին կա արձագանքողներ եւ քանի որ այնտեղ մանրամասնած չէր, ովքեր են այդ հրավերքի շահառուները, Հայաստանի քաղաքացիներ են, թե ազգությամբ հայեր կամ գուցե այլ ազգի մարդիկ է կարող են լինել եւ որտեղ եք նրանց տեսնում, top management-ում թե միջին օղակում, ինչպիսի մոտիվացիոն համակարգ ենք նրանց առաջարկելու, միգուցե հարկերից ենք ազատելու եւ հարցի այլ ասպեկտը, այս առաջարկով դուք չեք գտնում, որ մենք կարող ենք նսեմացնել մեր տեղի հայկական բուհերի դերն ու նշանակությունը, ինչպես նաեւ այն շրջանավարտների, հազարավոր տղաների, աղջիկների դերը երկրի ներդրման գործում, ասենք նրանք զինվոր են դառնալու, նրանք հպարտ հարկատու են ու հիմա մենք ոնց որ նախապատվությունը տալիս ենք աշխարհի 200 լավագույն բուհերի ուսանողներին։ Շնորհակալություն։ Նախ այդ հայտարարությունը տրվել է հայերենով, ենթադրելով, որ Հայաստանի հայերի եւ Հայաստանի քաղաքացիների համար է, բայց պիտի ասեմ 800-ից ավել դիմում է ներկայացվել, հայտ է ներկայացվել, հիմնականում հայեր եւ Հայաստանի քաղաքացիներ են, բայց կան նաեւ օտարերկրացիներ եւ մենք հիմա քննարկում ենք, ինչպես ասել եմ, որ որոշակի պրոցեսների արդյունքում գնահատականի արժանացած մարդկանց մեկ տարվա ընթացքում Հայաստանում աշխատանք կառաջարկվի, ինչ վերաբերվում է նսեմացնելու, որը մեկին նսեմացնելու միտում չկա, որովհետև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում տասնյակ հազարավոր մարդիկ են աշխատում ամենատարբեր օղակներում եւ չեմ կարծում թե 100 նոր մարդու ներգրավումը պիտի նսեմացնի որևէ մեկին, ինչի պետք է նսեմացնի, ել չեմ ասում, որ մեր բուհերին հարգելի ոչ մեկ չի խանգարում, գոնե ես չեմ խանգարում աշխարհի լավագույն բուհերի 200-ում, 100-ում տեղ գտնել, ընդհակառակը, հենց ակադեմիական քաղաքի նախագիծը դրա համար է, որտեղ այսօրվա մեր բուհերը այդ ռեյտինգներում շատ ժամանակ տեղ չեն գտնում ֆիզիկական ենթակառուցվածքները միջազգային ստանդարտներին չհամապատասխանելու պատճառով։ Այսինքն այսպիսի հարցեր կան եւ մենք ակադեմիական քաղաքի նախագիծը հենց դրա համար ենք անում, որ մեր բուհերի համար զարգացման հեռանկարներ բացենք, ել չեմ ասում, որ միջազգային բուհերի համար կան կոնկրետ ծրագրեր։ Այսինքն Հայաստանում շատ բուհ չկա, որ օրինակ անգլերենով կամ այլ տարածված օտար լեզվով բան ունի, ծրագիր ունի։ Եվ սա պրոբլեմ է։ Եվ այդ պրոբլեմը մենք պետք է լուծենք։ Իսկ առաջիկայում ես կարծում եմ արդեն իսկ կան մարդիկ, որոնց ես պատրաստվում եմ առաջիկայում հանդիպել եւ նրանց այդ թվում կքննարկենք, չեմ բացառում նույնիսկ բարձրաստիճան բարձր պաշտոններում նշանակելու հնարավորությունը։ Վերջին հարցը, շնորհակալություն։ Մոտիվացիոն համակարգի մասին ես ասել եմ նախորդ այն, որ կատարողականի գնահատման հիման վրա վարձատրության համակարգ ենք մեր ներդրել, դրա թաքնված նպատակներից մեկը նա էր, որ ի վերջո Հայաստանի պետական կառավարման համակարգում բարձր որակավորման մասնագետների աշխատանքի համար լինեն ավելի գրավիչ պայմաններ, որպեսզի այսօր են բարձր որակավորում ունեցող շատ մասնագետներ պետական կառավարման համակարգում աշխատում, բայց դա մի տեսակ նրանց համար զոհողություն է դառնում, որտեղ մարդը կարա օրինակ ստանա 2, 3, 4 միլիոն դրամ աշխատավարձ, գալիս է միլիոն դրամ աշխատավարձով շատերը ուզում են, բայց չեն կարող աշխատել, որովհետև վարկային պարտավորություններ ունեն եւ այլն եւ այդպես շարունակ։ Իսկ այդ մարդկանց աշխատանքից ով է շահելու? Հայաստանի քաղաքացին, որը բազմաթիվ բողոքներ ունի, այդ թվում պետական կառավարման համակարգի աշխատանքի որակից։ Եվ մեր փորձը ցույց է տվել, որ երբ որ մենք ներդրում ենք անում այդպիսի, քաղաքացին ունենում է արդյունքներ, եւ այդ արդյունքները այսօր արդեն կոնկրետ են։ Եթե կատարողականի գնահատման հիման վրա վարձատրության համակարգը չներդրվեր, կամ տեն չասեմ, պոզիտիվ ձևակերպեմ, այդ համակարգը ներդրվեց, մենք ունեցանք ինչ, ունեցանք առողջության ապահովագրության համակարգի ներդրում։ Մի բան, որ 8 տարի քննարկում էինք տենց եւ ի վերջո եկանք եւ այսօր կարող ենք ասել, որ այդ համակարգը այլևս անշրջել է։ Իմիջայլոց ասեմ, որ
ընդդիմադիրների ահազանգերը թե ընտրություններից հետո հեսա առողջության ապահովագրության համակարգը չեղարկում են, եւս մեկ անգամ ուզում եմ վերահաստատնել, որ դա անհեթեթություն է, ոչ միայն չի չեղարկվելու, այլև ընդհակառակ ավելի է ընդլայնվելու եւ ավելի արդյունավետ է դառնալու։ Ունեցան կանխատեսվածից ավել տնտեսական աճ եւ այլն եւ կանխատեսվածից ավելի բարձր ցուցանիշներ եւ դա այդ թվում նրա համար ոչ թե նրա համար որ մարդիկ շահամոլ են, այլ կատարողականի հիման վրա վարձատրության համակարգի առանցքային պատճառը հետեւյալն է՝ ունենալ իր աշխատանքի վրա գերկենտրոնացած պաշտոնյա, գերկենտրոնացած, որ այդ թվում կենցաղային այն մանր-մունր հոգսերը անընդհատ պաշտոնյային չզրկեն, չշեղեն իր աշխատանքից, գերկենտրոնացած պաշտոնյա, որը զբաղված է իր աշխատանքում եւ կենտրոնացած է իր աշխատանքի վրա։ Դրա արդյունքները մեր ժողովուրդը այսօր արդեն տեսնում է։ Եվ ես մի քանի օրինակ թվարկեցի, եթե պետք կլինի այլ առիթներով կշարունակեմ։